Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այս նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի գյուղատնտեսական տարում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման ապահովման անհրաժեշտությամբ։ Նախ նշեմ, որ ծրագրի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ոչ միայն էկոնոմիկայի նախարարությունը, այլև կենտրոնական բանկը, գյուղապահովագրության հիմնադրամը եւ Հայաստանում գործունեություն ծավալող ապահովագրական ընկերությունների հետ ենք իհարկե աշխատանք իրականացրել, որովհետեւ մեծ հաշվով հողի վրա իրենք հենց պետք է իրականացնեն այդ ապահովագրությունը։ Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրում արդեն իսկ հայտնի է, սրա մասին խոսել ենք, առաջացել էին մի շարք խնդիրներ, որոնք կապված էին վնասաբերության բարձր մակարդակի, վերահապահովագրական կազմակերպության հայկական շուկայի ելքի եւ KfW-ի կողմից համաֆինանսավորման հետ։ Եվ քանի որ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վերահապահովագրական կազմակերպությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ է ունեցել եւ դուրս էր եկել հայկական շուկայից, ինչպես 24 թվականին, նախորդ տարի այնպես էլ 25 թվականին գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչպես 24-ին էր իր վրա վերցրել, այնպես էլ այս տարի է իր վրա վերցնում ռիսկերի մեղման մի զգալի մասը։ Այն է, եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200%-ը, ապա կառավարությունը այդ բեռը կվերցնի իր վրա լրացուցիչ մասը, փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը, այսինքն եթե մինչև 200% եղավ, դա ապահովագրական ընկերությունները իրենց միջոցներով դա կանեն, դրանից ավել կառավարությունը կաջակցի արդեն ապահովագրական ընկերություններին։ Նախագծով նաև առաջարկում ենք շատ մեծ աջակցություն նաև գյուղացիական տնտեսություններին, ոչ միայն ապահովագրական ընկերություններին, մասնավորապես նախկինում ապահովագրավճարի 50-ից 60%-ներ փոխհատուցվում, հիմա առաջարկում ենք 70-ից 80% սուբսիդավորում, ընդ որում այդ դեպքում նույնիսկ KfW-ն նախկինում KfW-ն մասնաբաժին ուներ, այստեղ նորից կառավարությունը ամբողջովին այդ ծախսերը վերցնում է իր վրա։ Միաժամանակ նշենք, որ վերջին 2 տարում իրականացվող գործընթացները, սա շատ կարևոր է եւ ուզում եմ հատկանշական լցնեմ, սրանք ժամանակավոր լուծումներ են եւ կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնել, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերվում, այլ նաև զուգահեռ ենթակառուցվածքների։ Ինչու եմ սա կարևորում, որովհետև եթե հիդրոօթերևութաբանական համակարգը անհրաժեշտ ենթակառուցվածքներով չկարողանանք հասցնել համալրել, իսկ այս տարվա բյուջեում այդպիսի միջոցներ նախատեսված են այդ ուղղությամբ, ապա նույնիսկ կշարունակի համակարգի ռիսկայնությունը մնալ, որովհետև իրականում այդ գնահատումները հենց սարքերի միջոցով պետք է լինեն, ոչ թե գնահատողական դատողությունների միջոցով։ Այս պահին ծրագրին մասնակցում են 3 ապահովագրական ընկերություններ՝ Ingo Armenian, Liga Insurance-ը, Silver Insurance-ը, աշխատանքներ ենք տարում, որպեսզի մյուս ընկերությունները եւս հնարավորության դեպքում մասնակցեն։ Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ապահովագրվող մշակաբույսերի կազմում, եթե նախորդ տարի ծիրանը եւ խաղողը չէինք ապահովագրում, ապա այս տարի կապահովագրենք, կլինեն մշակաբույսեր, որոնց համար բոլոր ռիսկերը հասանելի չեն լինի, մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի համար ծորեն գարի վարսակ հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը։ 25 թվականին կապահովագրվեն 13 մշակաբույս՝ խաղող, ծիրան, դեղց, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեղ, ցորեն, գարի, վարսակ, 4 ռիսկերից՝ կանոնային սրտահարություն, երաշտ, կարոտահարություն եւ հրդեհ։ Հարկ եմ համարում նշել, որ ապահովագրական ընկերությունները ոլորտում արդեն ունեն ձևավորված փորձառություն, որից ելնելով մինչև ապահովագրության պայմանագիր կնքելը առավել հետևողական կլինեն ապահովագրվող տարածքներում տեղազնության իրականացման գործընթացին եւ ապահովագրվող տարածքների ընտրությանը, եւ ուզում եմ սա հատուկ նշել, սա ըստ էության ի օգուտ է մեր տնտեսվարողների, որովհետեւ մեր խնդիրների մի զգալի մասը առաջացել է հենց նման հարցերից, երբ ոչ բարեխիղճ տնտեսվարողների պատճառով ի վերջո բարեխիղճ տնտեսվարողները նաեւ տուժեցին եւ առաջին հերթին տուժեցին,
Թերևս այսքանը պարոն վարչապետ մնացածը հարցերի տեսքով կպատասխանեմ։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան, հարգելի գործընկերներ, մենք գյուղատնտեսության ապահովագրության համակարգը սկսեցինք ներդնել 2019 թվականից, եթե չեմ սխալվում, եւ 19-20 թվականին Մեկնարկել է 20-ից։ շատ լավ։ Ու մեզ թվում էր, թե մենք ինստիտուցիոնալ կարևոր հարց ենք լուծել, եւ իրականում ըստ էության այդպես էլ կար, բայց շատ արագ ի հայտ եկավ խնդրեմ, որ վերապահովագրող ընկերություններ, այսինքն մեխանիզմը հետեւյալն է, որ տեղական ընկերությունները ապահովագրում են, ապահովագրական վճարներ են հավաքում մեր տեղի տնտեսվարողներից եւ իրենք էլ իրենց ռիսկերը օտարերկրյա որևէ կազմակերպության հետ ապահովագրություն են գնում իրենց հերթին նրանցից։ Եվ ստացվեց այնպես, որ եթե ես տերմինաբանությունը սխալ օգտագործեմ, խնդրում եմ ինձ ուղղել, որ վերաապահովագրող ընկերությունը որոշակի ռիսկեր էր տեսել կամ իր ծախսերի պլանավորած հատվածից չափից ավելի մեծ ծախսեր էր իրականացրել, այդ թվում որոշ անկանոնությունների ենթադրում ենք պատճառով, որովհետև այս թեման հետաքրքիր էր, ինչն է խնդրեմը, որովհետև թվում է թե աշխարհում կա ապահովագրական պրակտիկան եւ այդ ընթացքում հիշում եք, այս դահլիճում էլ քննարկել ենք, ինձ համար այդ թվում գյուղացիների հետ շփումներից շատ տարօրինակ փաստերի հայտ եկան, որ իմ մտքով չէր անցնի, որ այնուամենայնիվ այստեղ էլ մենք դուք էլ խոսեցիք, ակնարկեցիք ոչ բարեխիղճ տնտեսվարողների մասին, որ որոշակի չարաշահումներ չասեմ, բայց ինչ որ բանաձևեր են գտնվում, որի արդյունքում, եթե ճիշտ է այս տեղեկատվությունը, որի արդյունքում ստացվում է, որ մեխանիզմը ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել բերք ստանալն է նպատակը, այլ հողը ապահովագրել, ապահովագրական վճար ստանալն է նպատակը։ Եվ երբ որ դուք խոսում եք ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, մենք այս ինստիտուցիոնալ բարեփոխում ասելով այս հատվածն էլ պիտի հասկանանք։ Տեսեք, մենք անընդհատ երբ որ ու սա իրականում գաղափարախոսական հարց է, որովհետև երբ որ գործիքը ստեղծվում է, մենք պետքա ջանք գործադրենք, որ մեր սիրելի քաղաքացիները հասկանան, որ դա իրանց համար է։ Ու մենք այստեղ անընդհատ այդ խնդրեմը ունենում ենք, երբ որ մենք այսպես բարի նպատակադրումներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել։ Այդ բարեփոխումը, որովհետև մի պարզ բանի պատճառով, որ ստացվում է, որ առնվազն մենք միտումներ կան, որ այդ բարեփոխումը ոչ թե օգտագործվում է զարգանալու համար, այլ այդ բարեփոխումը օգտագործվում է այս պահին ինչ որ մի հատ փոքր եւ կարճաժամկետ օգուտ ստանալու համար։ Եվ սա եւ երբ որ մենք գաղափարախոսական հատվածում, այդ թվում իրական Հայաստանի գաղափարախոսական հատվածում խոսում ենք հոգատար հանրության մասին, այս հոգատար հանրության ատրիբուտներից մեկը դա է, որ երբ որ ճանապարհ ենք սարքում, հաջորդ շաբաթվա առաջի գործը չլինի, որ այդ ճանապարհում մի հատ բան, այդ ճանապարհի վրայով մի հատ խողովակ քաշենք, օրինակ, այդ ասֆալտը քանդելով։ Կամ երբ որ ասենք միկրոձեռնարկատիրության համակարգը ներդրվում, առաջին միտքը չլինի, այս ինչ լավ բան է, եկեք ընկերությունը կիսենք 7 մասի, գնանք 7 հատ միկրոձեռնարկատիրական, սա իրականում խորը ֆունդամենտալ սոցիալ-հոգեբանական խնդրեմ է, եւ այստեղ էլ իմ եզրակացությունը միանշանակ է։ Քաղաքացու ընկալումը սեփական պետությանը որպես ինչ որ օտար մի մարմնի, որը այդ ես գնալով ավելի շատ եմ դրանում համոզվում, որ պետականության ռելիկտային մտածողությունը, որ ոնց որ մենք ժամանակին կայսրությունների ընկալումն ա եղել, մեր պետությանն էլ ենք տենց վերաբերվում, որ այս ինչ լավ է։ Հիմա հասկանում եք, մենք այսօր այո, ջանք ենք գործադրում, պետք է ասել հետեւյալը, որ հիմա մենք փորձում ենք ապահովագրական գյուղ ապահովագրության համակարգը Հայաստանի Հանրապետությունում փրկել։ Ինչ ենք ուզում փրկել։ Որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ որ անառողջ process-ների։ Բարձում է տեղերկա մարդիկ գինեն, որ ամեն տարի այնտեղ կարկուտ է գալիս, ապահովագրում են
գնում ենք այդտեղ հատուկ այդտեղ որ երբեք նախկինում վերջին 20 տարում այդտեղ ոչ մի բան չէին կարել, տանում ենք այդտեղ ինչ որ բան ենք ցարնում, ու նստած սպասում ենք, որ կարկուտը գա, որ գնանք ապահովագրությունը ստանանք, ու տենց ամեն տարի։ Համեն դեպս այս հարցն էլ մենք պետք է ուսումնասիրենք, տենանք ինչքանով է դա իրականության է, բայց էլի սա սոցիալ հոգեբանական խնդիր է, կրթական խնդիր է, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, պետության նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, բարեփոխման նկատմամբ վերաբերմունքի խնդիր է։ Սա լուրջ խնդիր է, որի հետ մենք պետք է բան անենք, առնչվենք։